5 օրում քաղաքապետարանի նախկին ու ներկա 13 պաշտոնյա է ձերբակալվել։ Ամենաթարմ ձերբակալություններն այսօր են եղել Երևանի քաղաքապետարանում։ Դրանց նախորդել էին Շենգավիթի թաղապետարանի 11 աշխատակիցների ձերբակալումները։ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր խուզարկություններ է արել Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում։ Կաշառք ստանալու մեղադրանքով 2 պաշտոնյայի ձերբակալել։ Թե ովքեր են ձերբակալվածները, ինչ պաշտոններ են զբաղեցրել, հակակոռուպցիոն կոմիտեն չի հայտնում։ Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի դիմաց մեր նկարահանման պահին հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների ուղեկցությամբ մի երիտասարդի տարան մեքենայով։ Արդյոք նա ձերբակալվածների թվում է, փորձեցինք պարզել քաղաքապետարանի աշխատակցից, նա խուսափեց պատասխանել մեր հարցերին։ Բանից անտեղյակ է նաև Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, չգիտի թե ինչ քրեական վարույթով է խուզարկություն արել հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում։ Չգիտեմ ում են այսօր ձերբակալել, ինչ պաշտոնի է, որ այդ մարդը։ Ահա, հիմա ես չգիտեմ ինչ պաշտոնի են այդ մարդիկ։ Օրինակ չգիտեմ, առաջատար մասնագետ են, գլխավոր մասնագետ են եւ այլն, հա, ես կարծում եմ հարգելիս, ես հիմա ավականոնիստով եմ զբաղված։ Ավականոնիստով զբաղված փոխքաղաքագլուխը միայն գիտի, որ կոռուպցիայի դեմ աննախադեպ պայքար է ընթանում։ Սա նույնպես մարդկանց պետք է եւս մեկ անգամ սթափեցնի բոլորին։ Հիմա այդ մարդը կլինի Երևանի քաղաքապետարան կամ մասնավոր կլինի կամ լրագրող կլինի, կապ չունի։ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում է եղել հակակոռուպցիոն կոմիտեի ձերբակալությունների հաջորդ կանգառը։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են գլխավոր մասնագետն ու բաժանմունքի նախկին պետը։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան եւ Սմբատ Ասլիկյան, Հայլուր։